սկսում ենք, ուրեմն մեզ հարկավոր է լինելու 350 գրամ ալյուր, հարկավոր է լինելու մեզ 160 գրամ կուկուրուզի օսլա, այսինքն կրախմալ, և մեզ հարկավոր է լինելու 220 գրամի չափով հալեցրած կարագ կամ յուղ, մի պտղունց աղ և ավելացնում ենք 4 ճաշի գթալ թթվասեր։ Եվ մեկ ձվի դեղնոց, միայն դեղնոց է, սպիտակուցի չենք դնում, և հարկավոր է լինելու մահլաբ, հիշում եք, ինչքան շատ կամենտներ ունեցանք մահլաբի հետ կապված, և մեկ թեյի գթալ մահլաբ, փոքրիկ թեյի գթալ, սա մեծ չի, և սա պետք է մի լավ խառնենք հիմա։ Եթե կարիքը լինի ալյուրը մի քիչ ավելացնելու, կավելացնենք ալյուրը մի քիչ, շատ չէ, բայց մեզ պետք է, որ պինդ խմոր լինի ինքը։ Կարծում եմ կարիքը չի լինի ավելացնելու, որտև ինքը բավական լավ պինդ խմոր է ստացվում։ Դատարկենք այստեղ, մի քիչ էլ այսպես դրող։ Մի փոքրիկ ալյուր կուզենա հիմա ավելացնեմ վրան, որովհետև ինձ պետք է, որ ինքը պինդ, բայց կպչուն խմոր լինի։ Նախընտրելի է դուք ինքներդ նայեք, եթե կզգաք կարիքը կա ալյուրի ավելացնելու, ավելացրեք քիչ։ Հիմա արդեն իմ խմորը պատրաստ է, ես կդնեմ սա հանգստանալու, կես ժամ հետո հետ կվերադառնամ։ Այդ ընթացքում մենք կպատրաստենք միջուկը։ Միջուկի համար մեզ հարկավոր է լինելու պոպոկ և չամիչ, մոտավորապես 200 գրամ ընկույզը և 150 գրամ չամիչը։ Պետք է աղամ հիմա շատ արագ։ Ժողովուրդ ջան, արդեն պատրաստ է մեր չամիչն ու պոպոկը, աղացած է, մեզ հարկավոր է գթալներով օգտագործել սա։ Ջեռոցս արդեն միացրել եմ, ինձ պետք է տաքացնեմ մինչև 350 աստիճան Ֆahrenheit և 180 աստիճան Celsius։
Okay, հիմա անցնեմ իմ խմորներին բացելուն։ Հիմա այս րոպեին։ Okay, Ժորժ ջան, անցնենք հիմա արդեն մեր խմորի բացելուն։ Մի ժամ արդեն անցել է։ Ինձ թվում է կամ սխալվեցի, ես չգիտեմ, սմետանը ոչ թե պետք է ասեի ես 2 ճաշի գտալ, այլ 4 ճաշի գտալ սմետան, պետք է լիներ թթվասեր, ինձ թվում է ես սխալվեցի այնտեղ, ներող եղեք, բայց համենայն դեպս բաղադրություններ բաժնում ճիշտ ձևով գրած կլինի ամեն ինչ այնտեղ։ Եթե սխալվել եմ, կողեք այնտեղ։ Համենայն դեպս կլինի բաղադրություններ բաժնում։ Մեկ ճաշի գտալ։ Գտալ ես փոքրիկ գտալ է, շատ մեծ չի։ Ուշադիր եղեք, որ չափից ավել չդնեք, որպեսզի կարողանաք փակել։ Մենք ոնց ենք հավաքում խինկալին, այդպես պետք է հավաքենք և վերջում կլորացնենք։ Եվ դնենք հիմա առանձին։ Բոլորը այդպես պետք է հավաքենք և կլորացնենք, դնենք առանձին։ Եթե կարագը պետք է դնեք 200 գրամի չափ կդնեք կարագը, եթե յուղն է ելնելու, ուրեմն քիչ ավելի դրեք, որովհետև չափից ավելի յուղոտ է դառնում, ոնց նկատում եք իմ մոտ և իրարից քանդվում է։ Գերադասելի է, որ ուղղակի փափուկ կարագը դնեք, ինպես յուղը չդնեք, որտև յուղը ոնց հասկացա ես մի քիչ չափ անցել եմ ու շատ յուղոտ խմոր է ստացվել։
Okay, Ժորժան, հիմա ունենք, սկսում ենք արդեն դիզայն անելը, սկսում ենք այս տափակ հատվածից, եզրից ու բարձրանալու ենք վերև։ Եվ վերջի ես հատված մնաց։ Okay, ահա և առաջինը։ Հիմա անցնենք մնացածը դասավորելու, նորից է տանելու։ Մի հատ է կանեմ ձեր հետ, մնացածը ես արագ կանեմ արդեն, որպեսզի շուտ վերջացնեմ։ Անցնենք հաջորդին։ Okay, Ժորժան, ինչպես տեսնում եք, արդեն պատրաստ է, ուղարկում ենք ջեռոց 180 աստիճան Ցելսիուսով և 350 աստիճան Ֆahrenheit-ով 30 րոպե և ֆդու։ Okay, հարազատներս, պատրաստ է արդեն։ Հիմա մեզ պետք է օշարակի մեջ դնենք և դնենք մեր ափսեի մեջ։ Օշարակը կարող եք պատրաստել մեկին մեկ, այսինքն մեկ բաժակ շաքարավազ և մեկ բաժակ ջուր, կամ կարող եք փոխարենը օգտագործել պատրաստեք օշարակ մեղրով, մեղրաջրով, ոնց կցանկանաք։ Չեմ դուրս գալի։
Ես տաք վիճակով եմ դնում հենց օշարակի մեջը, որպեսզի ինքը ներծծի մեջ է շուտ։ Եվ վերջին հատիկը։ Ահա եւ վերջ։ Մեր քաղցրավենիքը, կուլեք պեչենիը կանչեք, կուլեք քաղցրավենիք, խորտիկներ, ոնց կուլեք կանչեք այն տեսել, բայց շատ համով, շատ փխրուն խմորեղեն է։ Անպայման դուք էլ պատրաստեք, հիմա կկիսենք իրար հետ, որպեսզի մեջն է տեսնեք։ Okay, հալալետներես, այս ինչ փխրուն խմոր է։ Ուզում եմ ձեռքով ցույց տամ։ Բավական փխրուն նուրբ հալչող խմոր է ինքը։ Հիմա համնենք իրար հետ։ Ուղակի բերանիդ մեջ հալչում է, անտիժա, շատ լավն է։